Պարոն Հայրիկյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը։ Եվ այսպես, ըստ էության այլևս Թուրքիան բաց խաղաքարտերով է խաղում, իրենք իրենց աջակցությունն են, Ֆիդանը ասում է, որ իրենք իրենց աջակցությունն են ցույց տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Մեծագույն շնորհակալություններ ցեղասպանությունը իրականացրած պետության ժառանգորդների եւ ցեղասպանությունը չճանաչող պետության ժառանգորդների աջակցության համար ճշմարտությունը ասելը միշտ կարեւոր է, որպեսզի վեճեր չլինեն, ցեղասպանությունը հայերը չի որ ճանաչել են, այլ ճանաչել են եվրոպական երկրները, Եվրոպական միությունը, Ամերիկա, Ռուսաստան եւ այլն։ Այնպես որ այս հարցում աշխարհի հետ հակադրվող պետության ղեկավարի խոսքերը պետք է լինեն կողմնորոշիչ, բայց նրանք մի քիչ առաջ են ընկել, մեր ժողովուրդը եթե ունի առողջ բանականություն, մենք սկսել ենք գործընթաց, որը թույլ չի տալու օրինախախտ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն ընտրություններին մասնակցել, այլ հասնել մինչև ընտրությունների, որովհետև ինչ պաշտոն էլ որ լինես, եթե օրինախախտ ես, օրինակ տեսեք Ամերիկայի պես հզոր երկրում Նիքսոնը, Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականի օրինախախտումների հետևանքով 98 թվականին հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանը առանց աթոռի ոչինչ է, բացարձակապես 0, լավագույն դեպքում շանտաժիստ լրագրող, դրա համար ինքը իշխանության համար շատ կպայքարի, բայց ես այնպեսի հիմնավորումներ եմ գտել, մենք գտել ենք, ունենք աջակից քաղաքական ուժեր, որ 3 արդեն սկսեցինք, Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ չէ որ մենք գնալու ենք նոր ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ պիտի լինի բանտում։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլինի բանտում, մինչև այդ ժամկետը նշանակում է մենք լավ ժողովուրդ չենք իսկապես, կամ մեր մեծամասնությունը լավը չի, ես միշտ հավատում եմ, որ ցանկացած ազգի մեծամասնությունը բարի, ազնիվ, լավ, արդարամիտ մարդիկ են։ Նույնպես սխալների ընդունակ, բայց այդ բարի մարդիկ հավաքականորեն գերազանցում են։ Այնպես որ այդ օրհնանքների համար իրենց կողմից շնորհակալություն, իրենց բարեմաղթանքների համար, բայց դա լրացուցիչ ահազանգ եղավ բոլոր բանական հայ մարդկանց համար հասկանալու, որ այս վարչապետ կոչվածը մեր անթաքույց թշնամիների լավագույն ներկայացուցիչն է, իրենց համար լավագույն։ Այս իրականության մեջ մենք տեսնում ենք, որ Բաքվում մեր հայրենակիցները, մեր ռազմագերիները խոշտանգում են, իհարկե վերջերս մեր 4 հայրենակիցները վերադարձան հայրենիք, բայց դրա փոխարեն հայկական կողմը 2 սիրիացի հայի գլուխ կտրող վարձկանների վերադարձրեց, ու հիշում եք Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում, մեր եղբայրները մեզ 2 ամիս էր կսպասել, խոսքը Բաքվում խոշտանգող մեր ռազմագերիների մասին է, արդյունքը ստացվեց այն, որ 5 տարի եւ ավել մենք դեռ շարունակում ենք Բաքվի բանտերում ունենալ խոշտանգող հայրենակիցներ, համեցեք։ Դե դրա մասին շատ եմ խոսել, առանձին եթերել եմ ունեցել, հարցը այն չէ, որ խոշտանգում են կամ չեն խոշտանգում, հարցն այն է, որ նրանք գերության մեջ են պատանդեն այն բանից հետո, երբ նույնիսկ միջպետական պայմանավորվածություններ են եղել, ես այդ միջպետական պայմանավորվածությունները իրենց էությամբ այդպեսին չեմ համարում, բայց բոլոր գերիներին պետք է ազատ արձակել։ Խաղաղության մասին խոսող ազգերը չեն կարող նույն ընթացքում ունենալ ռազմագերիներ կամ պատանդներ։ Սա շատ լուրջ խնդիր է մեր ազգի համար եւ ոչ պարզապես պատանդների խնդիր։ Հայաստանում փաստեր են բերել մի քանի 100,000 մարդ կա, որ Ալիևի օրենսդրությամբ կարող էր լինել այդ պատանդների կարգավիճակում, այսինքն ժամանակին սահմանը առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության անցել են եւ այս բոլորը վավերացրեց Նիկոլը ու նրանք ենթագիտակցության մեջ ունեն, որ ոնց, եթե նա Արցախի ինքնորոշման համար քայլ արած մարդ է կամ սահման անցած մարդ, Ռուբեն Վարդանյանի օրինակը նշանակում է ես եմ այդ վտանգի տակ։ Դա արհեստականորեն պահվում է, որպեսզի հայ մարդու
արժանապատվությունը սեմասներուց բացի հոգեբանական բացասական ներգործություն ունենա։ Խոսել խաղաղության պայմաններում, խոսել խաղաղության մասին պատանդների արկայության պայմաններում նշանակում է լինել Նիկոլ Փաշինյան լավ լսի, նշանակում է լավագույն դեպքում լինել աշխարհի մեծագույն իդիոտներից մեկը, բայց իրականում խաղաղության մասին խոսել երբ քո որևէ ծնող եթե հարևանի հետ լավ լինելու մասին խոսեր, իմանալով որ իր զավակը հարևանի նկուղում փակված է, դու նրան ինչ կասեիր լավագույն դեպքում իդիոտ։ Իսկ ընդհանուր առմամբ սա մեծ սրիկայություն է ուղղված ոչ միայն հայ ժողովրդի դեմ, այլ մարդկայնության դեմ, ընդհանրապես մարդկության դեմ։ Գալով այդ հայտարարությանը 2 ամիս եք սպասելու 5 ու ավել տարի, այսինքն հայ ժողովուրդը պետք է չխաբվի այս մարդի խոսքերին, այսօրվա այս մեր գերիների փառք ասելի, որ այս 4 մեր հայրենիքները վերադարձել են, բայց սա արկու վաճառքի մակարդակի նման բան է Թուրքիայի հենց կողմից։ Կարող եմ ասել ձեզ որ լրիվ համաձայն եմ ձեզ հետ եւ ինձ համար եւ բանական բոլոր հայ մարդկանց համար բանական մարդկանց ոչ անբարոյականների անբարոյական նշանակում է իմանալ այլ բան, բայց ասել այլ բան։ Բոլորի համար ակնհայտ է որ ցավոք սրտի ցավով եմ ասում հայ մարդկանցից մեկը կամ իրեն հայ հայտարարող մարդկանցից մեկը որ նաեւ քաղաքական գործիչ է այս աստիճանի անբարոյական է։ Ես բարոյականության մարմնացում չեմ, որ այդ դիրքերից որևէ մեկի քննադատեմ, սովորական մարդ եմ, բայց նա ով սոցիալական երկրում թույլ է տալիս 30,000 դրամ աշխատավարձ ստացող մարդկանց պայմաններում, թոշակ ստացող մարդկանց պայմաններում, օրինակ 3 միլիոն տալ պատգամավորներին, դա գիտեք ինչ է նշանակում։ Նշանակում է 100 անգամ դա ավելի այս դեպքում տեսեք միայն պատգամավորների գումարը բավական էր որպեսզի արցախցիների ընտանիքները բոլոր դա ստանային ամեն մեկը 120-130,000 դրամ նոր տարվա առիթով ուրեմն սոցիալական պետության մեջ այդպիսի քաղաքականություն վարող հարկային տերորի քաղաքականություն վարող սոցիալական երկրում տեսեք ձեր ազգային ազատագրական պայքարի առաջնորդը հիմա ստիպված է իր տունը վաճառել նույնիսկ կես գնով արժի մոտավորապես 3 միլիոն դոլարով եմ ասում կատարված աշխատանքների արդյունքում այդ բոլորը 20 տարի ամեն օր աշխատել եմ եւ ի վերջո կամուրջը որ կառուցվեց դա էլ է ինչ որ բան փոխում բայց ես ստիպված եմ վաճառել ու վաճառել չեմ կարողանում եթե ինձ հետ այսպես եմ վարվում եւ բան արհեստական այդ հարկերով ոչ բնական ոնց կարող է որևէ մեկի հարկը բարձրանալ 500 անգամ ուրեմն սոցիալական երկրում այդպեսի քաղաքականություն վարող մարդուն այն մարդուն որ խոսում էր Արցախը Հայաստան է եւ վերջ հետո էլ ասում է Արցախի հարց գոյություն չունի այդ մարդուն հավատացողները ելի մեղմ ասեմ եթե սրտանց են հավատում իդիոտներ են ապուշներ են իսկ եթե խափում են դե ուրեմն անբարոյական են դե անբարոյական ես ուրեմն այնպես ինչի որ Նիկոլը ձգտում էր դառնալ ինքը եւ դարձնել բոլորիս ել չեմ խոսում ամենակարևոր բանի մասին Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է ասողը 7 տարի անընդմեջ փորձում է անտեսել եւ քրեական հանցանքներ է կատարում 7 տարի անընդմեջ բացարձակ ժողովրդավարություն նախագծի նկատմամբ իմ նկատմամբ չէ, այմի նկատմամբ չէ, 16 կուսակցությունների նկատմամբ չէ, գաղափարի նկատմամբ։ Գոնե պիտի մի հատ ասել չէ, տեսնենք էս ինչ է իրենից ներկայացում, տեսել են, կարծացել են, հասկացել են, որ աշխարհը կդառնա ամենալավ երկիրը, ամենաժողովրդավարական երկիրը, բայց այդ դեպքում ինչ կմտածի Ալիևը։ Չէ որ Ալիևը բռնապետ է, նա իրեն վատ կզգա, Պուտինը, Լուկաշենկոն, աշխարհի բոլոր բռնապետները։ Նրանց պետք է հիմնավորում, որ ուժով է ամեն ինչ որոշվում, ոչ իրավունքով։ Իսկ բացարձակ ժողովրդավարության գաղափարը դա արդարության քաղաքակրթական ներդրում է ուրեմն դա անտեսող մարդը ինչպես կարող է որևէ դրական բան անել չեմ խոսում ինքնիշխանության մասին իրավականության մասին իրավական պետության մեջ միթե կարող է որևէ պետական պաշտոնյա իրեն թույլ տալ մի քանի շարքային արդարադատության նախարարության աշխատակիցների իմ ճնշման ներքո իհարկե մասնագիտական հանձնաժողովը վերացնել
Եվ հիմա մեզ համար, ամբողջ ազգի համար սահմանադրություն են գրում անհայտ անձինք, մեծամիտ եւ մեծախոս ստրկամիտ Արդարադատության նախարարի ղեկավարությամբ։ Աշխարհում այդպիսի բան լսված չի։ Բարեփոխումներ կատարելն անգամ անթույլատրելի է փակ դռների հետևում եւ անհայտ մասնագետների վստահել։ Դա արվում է հրապարակավ հանրային բոլոր ուժերի մասնակցությամբ։ Իսկ այստեղ նոր սահմանադրությունից է խոսում։ Այնպես որ մենք գործ ունենք արատավոր անձի հետ, բայց ձեր շեշտադրումը շատ կարևոր է։ Մեծագույն ստախոս։ Ասում են մի քիչ դիմացեք, մի քանի օր դիմացեք եւ իր մանկլավիկներին, այն պնակալեզներին, ֆեյքերին, կոչերանում խոսել, լավ էլի մի քիչ ժամանակ տվեք, էլի այս մարդու չի կարող 7 տարի է անցել։ Այդ բոլոր տկարամիտներին հիշեցնում որ դուք ողորմելի փչացածներ եք։ Ձեզնից ոչ մեկը չկանգնեց ասելու, մենք ասում ենք մի քիչ ժամանակ տվեք, մի քանի ամիս ժամանակ տվեք։ Ոչ մեկը չկանգնեց գոնե իմ կողքին։ Կանգնել ասեր ճիշտ եք ասում, որ սա անազնիվ մարդ է, ստախոս մարդ է։ Այսօր հայ հոգևորականներ բան, հայկական բանտերում հայ հոգևորականներ կան խոսքի համար։ Այս մարդու հավատացողները պիտի կասկածեն, հայելու մեջ նայեն եւ գրեն, հայելու վրա գրեն, որ ամեն անգամ նայելիս հասկանում, դու մարդ չես։ Եթե դու հավատում ես ստախոսին, դու աջակցում ես, հովանավորում ես սուտը, անբարոյականությունը, դու սատանային ես հովանավորում։ Այնպես որ ես դες այդ ինչ որ ասացիք ձեր նախնական մեկնաբանության հետ համաձայն եմ, բայց ինչպես միշտ ասեմ, որ գնահատականներ տալը չի միայն, ինչպես որ քիչ առաջ ասացիք, ուզում եք լսել նաև իմ կարծիքը, այո, ես էլ կարծիք արտահայտել իրավունք ունեմ, բայց զրո եմ, եթե գործ չեմ անում։ Իսկ գործը սկսել եմ։ Նիկոլին տրված է 1 ամիս ժամանակ։ 1 ամիս ժամանակ է տրված նաև հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին։ Ես բացահայտորեն մերկացրել եմ, ապացուցել եմ, որ եւ Նիկոլ Փաշինյանն էլ հերթով նահանջում է։ Այդ մասնագիտական հանձնաժողովը ցրեց մեր ճնշման տակ, մենք ասում ենք դուք ապօրինի վարձատրություն եք տալիս, քրեական հանցագործություն է։ Հիմա ինքը կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեջ մեղադրվում է մեր կողմից։ Եվ այդ 1 ամսվա ընթացքում կամ ինքը պիտի փորձի ուղղել իր սխալները, 3 արդեն ներկայացրել ենք։ Եվ մյուս կամ էլ իր վերջնաժամկետը փետրվարի 18-ն է։ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները իրենց վրա խաչ պիտի քաշեն, եթե այս հարցում չկանգնեն արդարության կողքին։ Խոսքը չի վերաբերում անպայման հասկանալ բացարձակ ժողովրդավարությունն ինչ է։ Որտեղ եթե բթամիտես չես հասկանա, եթե ստորես հետին նկատառումներ ունես, կհակադրվես։ Բայց խոսքը վերաբերում է նրան, որ ցանկացած կուսակցությունից ստացած դիմում չքննարկելը հանցագործություն է։ Նախատեսված կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածով։ Հիմա մենք այդ հարցը բարձրացրել ենք եւ այս անգամ ուղերձը տալիս նշել նախապես դատախազին էլ ուղարկել ենք որ վերահսկի։ Ուրեմն բոլորդ այս առաջիկա շաբաթների ընթացքում պիտի կանգնեք Հայաստանում օրինականությունը պահպանելու շարժման կողքին։ Հաջորդ ուրբաթ օրը ժամը 4-ին ենք արդեն հավաքվում։ 3 ես ժամը 3-ին տվել եմ այդ ուղերձները, հանրագրերը։ Հիմա շարունակական ընթացքով պիտի ոչ միայն հետևենք, այլ զարգացնենք։ Եվ մի բան կա, որում բոլոր ազնիվ մարդիկ պիտի ընդհանրական լինեն, դա օրինականության պահպանումն է։ Այնպես որ որքան էլ քննադատենք, որքան էլ խոսենք, կարևորը գործն է, իսկ գործի հիմքերը արդեն դրված են, մնում է որ դուք բոլորդ աջակցեք ոչ թե ինձ, այլ օրինական Հայաստան ունենալու Հայաստանի քաղաքացիների իրավունքին։ Հիվանդանոցից այս մարդու քաշ են տվել նորից դատարան, բավականին իմաստով ներողություն են խնդրում, որտեղ մամուլում այդ սիրակարգում եղավ, խոշտանգելով ըստ էության, 14 ժամ տևել է դատավարությունը եւ իհարկե կալանքը նորից չկիրառվեց, նորից տնային կալանք, նաեւ խոսքի սահմանափակումը վերացվեց։ Սա ինչ էր, հա, Փաշինյանի մոտ ինչ էր, այդպես որ հիշում եք, որ Սամվել Կարապետյանին որ տանում էին գնացել են իրար տուն խուզարկել, ասես րոպե-րոպեի վրա գրառումներ էր անում, հեսա կտերն ասես, հեսա կտերն ասես, երեք ինչ էր եղել, ինչի դրսևորում է, որ տանում է հիվանդ մարդուն նորից կորել։ Գիտեք, շնորհակալ գործ չէ բացահայտել, որ մեկը կոռուպցիոն հանցախմբի ղեկավար է եւ նրա առանձին դրսևորումներին այդպես հատուկ անդրադառնալու։ Ինձ համար տեսեք, նա
Հայաստանը դարձրեց քաղաքականավորներ ունեցող երկիր։ Եվ այդ ընթացքում սկսեց խոսքի ազատության տարբեր ոտնձգություններից, հետո հասավ հոգևորականներին, գործարար աշխարհին, բայց եկեք չմոռանանք, չէ՞, որ օրինակ ինքը մարտի 1-ի գլխավոր մեղավորներից մեկը ինքը լինելով, հիշում ենք, չէ՞, ժամանակվա իր հայտարարությունները, իշխանության գալուց առաջ եւ իշխանության գալուց հետո ասում էր մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է։ Հետո խոսեց հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորության մասին եւ ոչինչ։ Խոսում էր կոռուպցիոն եւ տարբեր բնույթի ծանր հանցագործությունների մասին, իբր Հայաստանը դրանցով հեղեղված է, ճշմարտություն կար դրա մեջ, ով կարող է ուրանալ, որ Հայաստանում մանավանդ սեփականաշնորհման գործընթացի ընթացքում բազմաթիվ օրինախախտումներ են եղել։ Բայց այդ ոլորտում ոչ մի պատիժ։ Ինքը գլխավոր նպատակ ունի հանրությանը պահել սարսափի մեջ։ Պահել սարսափի մեջ եւ սարսափի մեջ պահելու ձևերից մեկը հայտնի մարդկանց նկատմամբ ոտնձգություններն են։ Ես իհարկե դրա համար ցավում եմ, բայց ասեմ, որ մենք այդ ուղղությամբ չենք աշխատելու։ Մենք պետք է բոլորս միասին աշխատենք մեկ ուղղությամբ, արմատախիլ անել այս չարիքը։ Իսկ արմատախիլ անել ոչ թե նրան փոխարինելով, այլ կասկածել ինչ-որ բանով, այլ իշխանությունը օրինական տիրոջը վերադարձնելու ճանապարհով։ Եվ որպես սա վերացական չլինի, մանավանդ այն անգրագետներն ասում են, «Չէ, սրան պետք է գցենք, սրան պետք է գցենք»։ Սա հիմնական խնդիրն է։ Սրան գցեք, որ դուք գաք, դուք իրենից լավն եք։ Եթե մինչև այսօր դուք չեք կանգնել բացարձակ ժողովրդավարության գաղափարի կողքին, ասին քաղաքացիներին երկրի տերը դարձնելու գաղափարի կողքին, դժվար թե իրենից լավ լինեք։ Այնպես որ պիտի արմատապես հարցը լուծվի եւ արմատապես հարցը լուծելու առաջին քայլը օրինախախ դրսևորումները արմատախիլ անելն է։ Դրա համար ենք մենք սկսել 3 այդ միջոցառումը եւ առաջիկա մի քանի ուրբաթ օրերին կշարունակենք դա զարգացնել։ Ի վերջո մենք կհասցնենք շատ արագ ունենալ քաղաքացիներին երկրի տերը դարձնող սահմանադրություն եւ այդ սահմանադրությամբ էլ կատարենք նոր ընտրություններ։ Առանձին վարչապետի ընտրություն, առանձին ազգային ժողովի ընտրություններ։ Նաև մեր գործընկերը Նարեկ Սամսոնյանն է 9-րդ օրը հացադուլի մեջ է, պարոն Հայրիկյան, եւ ինքն էլ է կանոնավորած, գիտեք։ Ես իր մասին հատկապես իրեն նկատի ունեի, երբ խոսում էի խոսքի ազատության համար։ Ու այս իրականության մեջ նաև իրեն էլ հրատապ վիրահատությունը նաև պետք ու առողջական լրջագույն վիճակ։ Եվ ասում են վախենալով ենք ասում, բայց վաղը կարող է ուշ լինել, այսինքն խնդրեմ, այս ինչի դրսևորում է։ Սա նույն տրամաբանության, իրենց ճակերտավոր տրամաբանության մեջ է տեղավորվում, ահուսարսափ տարալ, վախեցնել, ցույց տալ, որ օրենք իր համար գոյություն չունի, դա հասկանում եք, դա պատահականություն չի, որովհետև օրինականությունից վախեցող մարդիկ եւ ժողովրդավարության հավատացող մարդիկ միշտ զգուշավոր են լինում։ Միայն բռնապետական հակում ունեցող մարդիկ են, որ օրինախախտումները նաև օգտագործում են մարդկանց վախեցնելու համար։ Բոլոր այդ տեսակի հարցերը կան, որովհետև Հայաստանում իշխանությունը պատկանում է քաղաքական ուժի, որը իշխանական լծակներն օգտագործելով անգամ ստացավ 20-ը։ Պիտի հիմնարար մոտեցում ցույց տանք։ Այս բոլոր բացասական երևույթները կան, որովհետև մենք ունենք ոչ թե ժողովրդին պատկանող իշխանություն եւ այդպիսի պետական համակարգ, այլ ունենք այս խայտարակությունը, ինչ որ այսօր կա։ Առաջ միայն խայտարակություն էր, հիմա նաեւ պղծություն է։ Իհարկե, այսպես ակտարկով խոսեցիք, բայց պետք է սրա մասին անպայման խոսենք։ Տեսակ որ մեր գործընկերը հույժ գաղթի որոշման մասին հրապարակել էր, այո 3 միլիարդ պարգևավճարը, 51 միլիոն 600 հազար միայն Նիկոլ Փաշինյանը եւ երկրի տեղակալներն են պարգևավճար ստացել։ Պարոն Հայրիկյան, այն իրականության մեջ, որ մեր հայրենակիցները մանավանդ թոշակառուների հետ կապված, սովի մատնված մեր հայրենակիցները, ասում են թոշակառուներին 10,000 տակ չիմանան ինչ են անելու, 20,000 բարձրացնեն խնդիրը չի լուծվելու։ Խնդրեմ, այս ինչի դրսևորում է իրենց կողմից։ Ես շնորհակալ եմ։ Անընդհատ մեջբերմի արդարադատության նախարարը ասում 6-7 միլիոն պարգևավճար, այնպես ասում 10,000 դրամի կարգի է, էլի։ 6-7 միլիոնի պարգևավճար եմ ստացել։ Ձեր գնահատականները, եթե լավ լսելի է մեր ունկնդիրներին, ինձ համար ամբողջությամբ ընդունելի են։ Հիմնական գնահատականը դուք տվեցիք, բայց ես միայն մի բան կասեմ։ Միայն այդ լափամանից չեմ էլ ասում կերակրաման,
այդ լափամանից օգտվողները կամ այդ լափամանից հետո օգտվելու հույս ունեցողներն է, որ կարող են այս ամենը տեսնելուց հետո Նիկոլի անունը տալիս չասել սպիղծ ստոր արարած, միայն դրանք։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը 3 ուներ իշխանական լծակները օգտագործելով հանդերձ մոտավորապես 15%, պիտի արդեն այս դեպքից հետո բոլոր իրենց մարդ համարող անձինք ասեին ամոթ քեզ, գետինը չմտնես դու, պիղծ, ստամոքսապաշտ արարած, դու ինչ կապ ունես մեզ հետ։ Սա որպես նախազգուշացում, եթե նա կապ ունի ձեզ հետ, դուք ուրեմն արժանի եք ամենավատ ճակատագրին։ Դուք խոսքս ուղղված են նրանց, ովքեր Նիկոլի անունը տալիս չեն ասում պիղծ, ստոր արարած։ Իսկ ես հիմնավորել եմ, որ նա նաև օրինախախտ է։ Իր թույլ տված օրինախախտումները վերացնելու համար ինքը գնաց նոր օրինախախտումների։ Տեսեք, փաստացի ասեմ, որ վերացական չլինի։ 20 թվականի փետրվարի 12 ընդունում է նորմատիվ իրավական ակտ, իր ընդունածն է։ Խախտում է 2 անգամ։ Պիտի հունիսին լիներ սահմանադրության նախագիծ, չեղավ։ Պիտի լիներ տարեվերջին, չեղավ։ Հետո խախտում է 3-րդ անգամ։ Հայտարարում է, որ ինքը ժամկետներն անցել են, բայց ինքը արձակում է։ 22 թվականին նոր իրավական ակտ է ընդունում, իր ընդունած ակտն է։ Պիտի 24 թվականին ունենանք սահմանադրության նախագիծ, դա էլ է խախտում։ Ես մերկացնում եմ։ Մյուս քաղաքական գործիչները չեմ հասկանում։ Մանավանդ հայտնի իբր գործիչներ, կուսակցություններ, նախկին նախագահներ, վերջին անհասկացողի նման դրան ուշադրություն չեն դարձնում։ Կխոսեն մանր-մունր հարցերից, նաև կարևոր հարցերից, բայց հիմնական օրենքի հետ կապված հարցերից չեն խոսի։ Հաջորդը դա էլ է խախտում, հետո ինքնուրույն որոշում է, որ ես պիտի նոր սահմանադրություն ունենամ։ Երանի գոնե ինքնուրույն ընդուներ։ Ալիևն ու Էրդողանն ասում են, ինքը ինքնուրույն, ես կարդացի այդ հայեցակարգը, գոյություն չունեցող հայեցակարգը։ Դու ինչպես կարող ես կարդալ հայեցակարգ, որը սահմանադրական բարեփոխումների մասին էր, բայց այդ հայեցակարգում գտնես գաղափար, որ չէ, բարեփոխում պետք չի, պետք է նոր սահմանադրություն։ Այդ ոնց է լինում։ Մի կարևոր բան էլ ասեմ։ Հավատում եմ, որ ինձ լսող մարդիկ մեծ մասը մտածող մարդիկ են։ Դուք աշխարհում լսել եք մի դեպք, որ որևէ առարկայի մասին խոսվի եւ ասվի, սա վատն է, պետք է ավելի լավ ունենալ։ Բայց այդ վատի հատկապես ինչն է վատը չասել։ Օրինակ ես այսօրվա սահմանադրության մասին խոսելիս ասում եմ, որ կայուն մեծամասնություն ունենալու հակաժողովրդավարական տարբերակը վնասակար է, դա Մուսոլինիից է գալիս։ Հետևաբար դա պետք է փոխվի բացարձակ ժողովրդավարության տարբերակով։ Նիկոլ Փաշինյան կոչվածը երբևէ ձեզ ասել է ինչով է վատ գործող սահմանադրությունը։ Եվ այո, այո, այդ ամենը կա, բայց ես այստեղ կոչ եմ անում, որ մարդիկ իրենց հարգող մարդիկ, որ ասեք թե մոլորված են, մի հատ ասեն, բայց իսկապես, որ ասում է պիտի փոխեմ սահմանադրությունը, ինչը պիտի փոխի, ինչը պիտի լավը դառնա, որպես օրինակ հիշեցնեմ 98 թվականին, երբ ես գլխավորում էի այդ գործը, տեսեք այն ժամանակ գլխավորում էի, ղեկավարն էի, սրանք նույնիսկ չուզեցին, որ ես որպես պարզ աշխատող լինեմ այդ հանձնաժողովի կազմում, հատուկ մերժել են։ Ինձ 2 հասարակական կազմակերպություններ ներկայացրել, մյուսներին մեկական, նրանց ընդունել են, բայց ինձ չեն ընդունել, ինչու, որովհետև ես պիտի այնտեղ ճշմարտությունից խոսեի։ Ես այն թվերին ասում էի, Հայաստանում արգելված է երկքաղաքացիությունը, պետք է լինի։ Նախագահը կամայականորեն կարող է ցրել պարլամենտը, դա պետք է վերացնել, պետք է ըստ պարլամենտի կեցվածքի արտահայտվի այդ իրավունքը, գործադրվի իրավունքը եւ նման բաներ։ Հիմա սա երբեք չի ասել։ Բայց այդ կողքին կանգնած մարդիկ, որ իրավաբան են, իրավաբանական են վերջացրել, գերազանց են վերջացրել, քաղաքական գործիչ են, բայց ԿՊ-ական падգամավորների մեջ մի մարդ չկա, բոլորը իդիոտ ու սրիկա են, որ մեկը չի ասում, պարոն վարչապետ, ձերդ գերազանցություն, ինչի ենք փոխում սահմանադրությունը, որ փոխենք ինչ պիտի լինի, որովհետև բոլորը լափամանից լպստող ողորմելի ոչնչություններ են։ Սատանան չի կարող անտարբեր լինել հոգևորի նկատմամբ։ Հարցը միայն եկեղեցին չէ։ Իր բոլոր դրսևորումներով սատանայի սպասավոր նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով առաջնորդվող չարի ներկայացուցիչը, իր բոլոր գործողություններով պետք է բնականաբար հակադրվեր հոգևորին։ Քանի որ այդ հոգևոր կառույցի ներկայացուցիչները մարդիկ են, նրանք ունեն նաև մարդկային հատկանիշներ։
Եվ այդ մարդկային հատկանիշները օգտագործելով հին չեկիստական մեթոդներ, որոնք ես գիտեք 60 տարի առաջ եմ տեսել։ Չափազանցություն չի, չեմ ասում 50 տարի առաջ։ 50 տարի առաջ ես արդեն ճանաչված ղեկավար էի, իմ մասին արդեն գրքեր էր գրված։ Նյու Յորքում լույս էր տեսել Ձելը Պարույր Այրիկյանը։ 40 տարի առաջ Լոնդոնում լույս էր տեսել военно-пленный секретарь Պովեստա Պարույր Այրիկյանը։ Մտեք համացանցում գտեք, կարդացեք, կապշեք։ Ուրեմն ես խոսում եմ 60 տարի առաջ տեսել եմ, թե ինչպես էր KGB-ն մարդկային թուլությունները օգտագործում։ Հիմա սա այդ նույն KGB-ի մեթոդով հոգևորական է կանչում, ասում են, գիտենք, որ դու անառողջ դրսևորումներ ես թույլ տվել, չեմ ասում հատկապես ինչի հատ, եւ դրանց կոտրելով դարձնում է դաշնակից։ Այսպեսի պղծություն մեր պատմության մեջ չէր եղել։ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը մանավանդ պիտի հայ մարդկանց զգացածնի։ Բայց իհարկե այն մարդիկ, որ Աստծո անունը տալիս են որպես իրենց համար հասկանալի մի բան, ես չեմ ասի ինչ են իրենք որպես տալիս, իրենց հանցավոր մոտեցումների հովանավոր աջակից, այդպես են իրենք պատկերացնում։ Նրանք իհարկե չեն էլ տեսնի, չեն էլ զգա, բայց ես մինչև վերջ իմ պարտն եմ համարում օգտակար լինել։ Հայաստանում վիճակը ծանր է այն պատճառով, որ հայ ժողովրդի բնականon արժի համակարգը հեռացված է, օտարված է հայությունից։ Այսօր ոչ միայն տարբեր գնահատականներ են տրվում պատմական երևույթներ, այլ ընդհանրապես արժի համակարգն է փորձում խեղել։ Ամենայն հայոց կաթողիկոսը օծյալ է։ Տեսեք, սա որպես ասում եմ, ես որպես հավատացյալ ուզում եմ բարեփոխել մեր։ Եթե դու հավատացյալ լինեիր, կհասկանայիր, թե օծյալ ինչ է նշանակում։ Եթե դու հավատացյալ լինեիր այն պահից, երբ մարդը կոչվեց ամենայն հայոց կաթողիկոս, կհասկանայիր, դու չգիտես անգամ, որ ի սկզբանե խոսքն էր, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր։ Ավետարանս Հովհաննես առաջին բարբերությունն է։ Դու անգամ դա չգիտես։ Դու եթե հավատացյալ լինեիր, հպարտ բառը ասելիս մի հատ կդողայիր, մի հատ խաչքան, դու ամբողջ ժողովրդին պիղծ էիր կոչում։ Հայաստանի հպարտ ժողովուրդ, այս բառերը դու չես ասել, հավատացյալ այդպեսի բան կասեր։ Հայաստանի պիղծ ժողովուրդ, դա է նշանակում նույն բանը, որովհետև մահացու մեղ, եթե դու հավատացյալ լինեիր, մի անգամ եկեղեցի գնացած լինեիր, մի անգամ մասնակցած լինեիր պատարագի, այնտեղ կլսեիր։ Եվ ես ներողություն եմ խնդրում Տեր Աստված մահացու 7 մեղքերի համար, որոնցից առաջինը հպարտությունն է։ Այս մարդը լինելով ընդգծված մարտնչող անաստված, այսօր նաև այդ ոլորտն է փորձում պղծել, բայց բոլորի մեջ կա մի գլխավոր նպատակ։ Բոլորիդ շեղել հատկապես այն գաղափարներից, որոնք այսօր ներկայացնում է այն մարդը, որին ժամանակին ձեր արդեն ոչ թե ծնողները, այլ ձեր տատիկներն ու պապիկներն են հետևել։ Այսինքն, այսպես, այսօր այդ նույն մարդը, որ մեզ բերեց անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարին, այդ նույն մարդն ասում է, մարդիկ դուք եք երկրի տերը։ Ինքնորոշումը միայն ազգային չի, հանրային ինքնորոշում, մարդկային, անհատական ինքնորոշում։ Դուք պիտի որոշեք ինչն է ձեզ համար ճիշտը։ Այդ դրա առաջն առնելու համար ինքը որոշեց, քանի որ դա աստվածատուր գաղափար է։ Ասեմ, ես չեմ սրա բացահայտողը, Ժորա Մովսիսյանը, ապրում է Եղվարդում։ Նա մի օր ինձ բացատրեց ազգային ինքնորոշում միավորումի ստեղծումից 5 տարի հետո, որ երբ Աստված ստեղծեց Ադամին, միակ իրավունքը որ տվել էր Ադամին ու Եվային, ինքնորոշման իրավունքն էր։ Մնացյալ ամեն ինչ իրենք ունեին, ոչ մի բանի պետք չունեին։ Այսինքն սա աստվածատուր իրավունք է։ Եվ մխրճվելով եկեղեցու գործերի մեջ, այստեղ Հայաստանի ապիկար իշխանությունները այս պղծությունը կամենում է մարդկանց հեռացնել մարդու էության գլխավոր հատկանիշից, այդպես ասեմ, գլխավոր ոլորտից, հոգևորը ոչնչացնել, հոգևարի նկատմամբ կասկածներ առաջացնել։ Գիտեք, այդ կասկածները ինքը քրիստոնեությունն է ասում։ Եկեք ամեն Կիրակի ապաշխարեք ձեր մեղքերի համար, որովհետև դուք կասկածելի վարքի ընդունակ մարդ արարած եք։ Բայց սա արմատավորում է, որ չէ, ինչ հայ առաքելական եկեղեցի, ես եմ Պապ Թագավորը։ Դուք չեք հիշում, որ սա նույնիսկ համարձակվեց մեղա քեզ Տեր Աստված, իրեն համատել Հիսուս Քրիստոսի հետ։ Այս պիղծը, սա ով է, որ համարձակվի խոսել մեր հոգևոր կյանքի մասին։ Ես ցավում եմ նրանց համար, ովքեր որ մոլորված են դեռևս, զզվում եմ նրանցից, որ պնակալեզ են, պարգևավճարի համար պատրաստ են իրենց մորն ու երեխեքին վաճառել, բայց նախազգուշացնում եմ նրանք, ովքեր որ ինչ որ չափով գիտակցում են այս պղծությունը,
ու պիտի չեն ուզում որևէ քայլ կատարել, ձեզ շատ վատ ապագա է սպասում։ Դուք Երանի եք տալու Ալիևի մոտ գերության մեջ գտնվող մարդկանց։ Իսկ ինչպես ուղղել, հոգևորականը կասեր գնացեք եկեղեցի ապաշխարեք, ես ասում եմ հաջորդ ուրբաթ ժամը 4-ին կառավարության դիմաց մենք պատասխան ենք պահանջելու մեր ներկայացրած օրինախախտումների վերացման ուղղությամբ վարչապետի արդեն կատարած գործողությունների է։ Եվ նաև դատախազին ուղղակի հանձնարարություն եմ տվել, որ ինքը հետևի, թե որքանով է օրինապահ այս փուլի մասն է խոսքը, որքանով է օրենքներին համապատասխան գործում վարչապետ կոչվածը։ Ես եմ շնորհակալ։